31-րդ հոդվածով նշված է, որ եթե ոստիկանությունը հավաքի ղեկավարին փոխանցում է որևիցե հավաքի խաղաղ եւ բնականon ընթացն ապահովելու վերաբերյալ պահանջ, պարտավոր եք դուք այդ դեպքում հավաքի մասնակիցներին փոխանցել դա, որովհետեւ չփոխանցելու դեպքում դուք ձեր պարտականություն չեք անում, դա առանձին պատասխանատվություն է սահմանում։ Մենակ ինքը չի ասում։ Բոլորն հիմա կազմակերպչի մասին ենք խոսում, խնդրում եմ չընդհատեք, կավարտեմ, ձեզ կլսեմ կամ ձեր հետ էլ կարող եմ խոսեմ, ոչ մի խնդիր։ Ես այսքանը պետք է ձեզ ասեի, հարգելի Արմինե, եւ օրինական պահանջը ներկայացնեի, որովհետեւ հայտարարությունը կատարվեց ձեր կողմից բարձրախոսով, նաեւ մի բան էլ ասեմ, չնայած մուտք ու ելքերը փակ չի, մարդիկ կարողանում են մտնել եւ դուրս գալ, այս մասով խախտում չկա, բայց բանը, քանի որ նման հայտարարություն եղավ, բայց փաստացի չարվեց, հիմա մարդիկ մտնում դուրս են գալի, իմացեք, որ հավաքների ազատության մասին օրենքի 30-րդ հոդվածով հավաքի մասնակիցները բոլորը պարտավոր են մուտք ու ելք չփակել հարակից շենքերի, հավաքի ղեկավարը նույնը, պետք է չխոչընդոտներ այդ առումով ստեղծի, ոստիկանությունն էլ եթե նման փորձ կատարվեց, պետք է ապահովի ազատ մուտք ու ելքը շենքի։ Բոլոր մուտքերի միայն այս շենքի մասին չի հարակից էլ մարդիկ որ մտնել դուրս գա։ Մենք հիմա փաստացի ձեզ ներկայացնում ենք օրինական պահանջ չփակել փողոցը, ավելի ճիշտ կասեի, երևի թե փողոցան, չէ։ Երթևեկելի հատվածի մասին է բնականաբար խոսքը, սա մեր օրինական պահանջն է։ Okay, հիմա կամ ես խոսեմ, ես ձեզ Նայեք, ես չգիտեմ այդ օրենքներ եւ այլն, խի, որովհետեւ ես նես չի ինչ-որ կազմակերպված, ինչ-որ հանցագործ խմբի ղեկավար եմ, եկել եմ ստեղ ինչ-որ ապօրինություններ եմ անում, ես եկել եմ իմ բողոքի ակցիան եմ անում, որովհետեւ ոնց որ դուք եք աշխատում, նույնիսկ ուզում եմ ես աշխատեմ ու այսքան մարդ աշխատի։ Հիմա այս մարդկանցից խնդրում եմ, մեկը իջնի, եթե այսքան մարդու բանատեղ չեն դնում, չեն իջնում, ինչի համար ես պետք է կներեք էլի 1000 անգամ լսեմ ձեզ, ոչ թե լսեմ ձեզ, այլ այդ օրենքներով շարժվեմ։ 2018 թվականին ես նոր էլ հայտարարեցի, ես են կարկառուն ներկայացուցիչներից եմ եղել փողոց հափագել է սարելենը, այդ ժամանակ իրան կարելի էր, ինքը եկավ իշխանության, հիմա մեզ չի կարելի, հասկանում ենք, չէ։ Հիմա ինչ անեմ, լավ, ինչ քայլ անեմ, որ ընդեղից մեկը իջնի, ինձ լսի, ու չեմ ուզում Համլետ Նազարյանը իջնի, որովհետև Համլետը բացատրել է, որ ինքը էլ իրավասու չի։ Ուզում եմ վերևներից, ոնց որ Համլետն ասել, վերևներից ասել, երբ որ ինձ կասեն, այն ժամանակ ես ձեզ կզնամ։ Հիմա մեկը թող վերևներից լայա անի, իր հովսենյակից իջնի այս արևի տակ, պատասխանի մեր հարցերը, մենք է սուս ու փուս թողնենք դուրս գալ։ Ոչ խախտումներ անենք, ոչ ձեզ վատդրության մեջ ենք, ոչ մենք վատդրության մեջ ենք։ Եթե դուք կարաք օգնեք, որ ինչ-որ մեկը իջնի մեզ լսի, մեր խոսքը լսի, որ մենք մեզ տենց անտեսված չզգանք, էլի որփի պես, всё-таки բոլորս ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կխնդրեմ միջնորդեք։ Ես ձեր սկզբից գամ ասացին, դուք ասացիք ման ոստիկանությունում, դուք տեսաք, որ ի սկզբանե չի միջամտել բացարձակ, որովհետև հավաքների ազատության իրավունք ունեք դուք բոլորը։ Եվ այդ մասով մենք միշտ աջակցողի դերում ենք եղել եւ այսօր եւ նախորդ օրերին։ Մեր մոտեցումը այդպես է միշտ եղել։ Փորձել են ընդունելություն կազմակերպել, միջնորդել ենք, խումբ ենք օգնել, ձևավորել ենք եւ այլ։ Ինչ հնարավոր է մենք տարել ենք, որպեսզի խնդրի լուծման գնա։ Ընթացքում ոնց որ որոշ տեղեր, չգիտեմ, լուծեցին, ինչ-որ աշխատանք մարդիկ կան, արդեն գնում են աշխատանքի, բայց մեծ մասը երևի չի գնում։ Այդ խնդիրը ժամանակ պահանջող խնդիր է իմ դիտարկմամբ, չնայած իմ գործառույթը չի։ Սա ուղղակի ձեր, քանի որ խոսեցիք, պատասխանում եմ։ Եվ կարծում եմ, որ ընդեղից ոնց որ թե ասել են, ում տիրույթում է գտնվում հարցը։ Ես օրինակ ժամանակը հասկացանք 3 օրից ըլում արդեն մի ամիս։ Մի ամիսա այդ ժամանակը չեն կարող քննարկեն, որ տենանք երբ է լինում։ Մեր հարցը ընդամենը գիտեք որն է։ Քննարկել ձեզ ինչպես դիմեմ։ Զարքիսյան։ Զարքիսյան։ Պետք է քննարկի հակակոռուպցիոնը, ինձ թվում, քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտել ենք գնացել, ընդեղ էլ են, չգիտեն ինչ պատասխան։ Ընդեղ մեր իրավասության տակ չի, գալիս ենք ստեղծած տիրույթում այդ ամեն ինչը, որ մենք հասկանանք ի վերջո երբ է բացվելու մեր գործարանները։ Կոմիտե երբ եք գնացել։ Ամեն անգամ։ Անցած ուրբաթ եմ գնացել։ Ես կարծում եմ, որ դիմում նամակներ գիտես ինչքան ենք տվել, որ հələ որ անպատասխանա մնացել։ Ես ճիշտ ասած լավ կարելի է այսքան ժողովրդին կանգնացնել է սարերի տակ ու ոչ մի պատասխան չտալ։ Արմինեն չի խոսում, լավ, հեսա ես եմ սկսելու խոսամ։ Եթե Արմինի հետ խնդիր կա,
չէ Արմինե։ Դե ուրեմն բերեք ժողովուրդ ջան, բերեք տնից անեք այս մարդիկ գոնե աշխատատեղ ունենան, կարենան իրանց հոգսը անեն, կարենան իրանց ընտանիքները պահեն, ուրիշ բան չեն ուզում։ Ես այսօր Հիմա լավ, դուք Մենք ինչ անենք, մեր տեղը դուք լինեք, ինչ կանեք։ դուք մեզ պաշտպանում եք, եթե հրաման չեք կատարում, Քննչական կոմիտեն ոչ մի պատասխան չի տալիս, այստեղ մի մարդու պատասխան է դիմում ասում, գրեք, ինքը դուք պատասխան մեր հիմնարկները վերաբացեն, սկսենք աշխատել։ Այդպես չի կարելի, չէ։ հա, նայ, ցավոք, Ես լսում եմ, ես լավ հասկանում եմ։ Կամ որ Ինչն է վերաբացվել։ վերաբացվել է այն, որ ապօրինի պետականացում։ Որը որ 3 հիմնարկություն։ հիմա, հա, ես շատ լավ եմ ասեմ, մարդիկ հիմա աշխատեն, թե Չէ, դուք ասում եք կամ բացառած, ես ձեզ բացատրում եմ։ քանի որ քաղաքացիները ասում եք մնացել են առանց աշխատանքի, մենք Փոչնդոտված է։ Կարա ինչ են մնացածը անվերջ կքննարկենք, եթե չենք։ Օրինակ նրանով որ պլանում է, բայց ինչ վերաբերում է Սարգսի ասացին, իմ կարծիքն ասում, ներսից որ ասացին, եթե քննչական կոմիտեի հավաստում, ուրեմն պետք է քննչական կոմիտեի հետ հարցը քննարկել։ Լավ, քննչական կոմիտեն ասում է չգիտեմ երբ, կառավարությունը ասում է չգիտեմ երբ։ Ո՞վ է պատասխան տալու։ Քննչական կոմիտեին դիմում գրեք, ասում եք մեռանք դիմում գրելով, եղբայր, գրած են, սա դիմումները ներկայացված են։ Ասում օքեյ, պայմանավորվեցինք, որ ինքը այսօր մեզ կասեր, վաղը որ ժամին է ընդունելու, մեզ ասի, երբ է բացվելու մեր հիմնարկությունը, Նազարյանը։ Ու Նազարյանը քիչ առաջ ասեց, չեմ կարող ասել։ Ես ձեր համաձայնում եմ, երբ որ բան, բայց ես այս մարդկանց ինչ ասեմ։ Հիմա դու տենես Լավ, եկեք սենց ասեմ, ես իմ դիրքորոշումը ասացի, ըստ էության նույնիսկ կարող է այդքան պետք է չգործավարվի, ես ես խորհրդամ, որտեղ դա ձեր գործն է։ Ես շնորհակալ եմ, որ ասեցիք այդ ամեն ինչը, իհարկե։ Հիմա ես նույն բանը ասում, այդ տիրույթում, այդտեղ ինչի համար ենք սա գնաց է, խոսում, որտեղ մենք չենք Լավ, հիմա մեր հարցը քննչականում է, այդ քննչական։ Իմ ամբողջ ես խոսելու իմաստը գիտեք ինչու՞մն է, որ ես չեմ ցանկանում որպես ոստիկան եւ նաեւ շարժում եմ օրենքով ոչ միայն ուժ հարկադրանքի միջոցով կիրառեմ ձեր նկատմամբ եւ եկելինի իրավախախտում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ բանը չհասնի դրան։ Ամբողջ մեր նպատակի դրույթը դա բոլոր մեթոդները կիրառելու ենք համբերացած ձեր միասին արևի տակ, որպեսզի հարկադրանքի չհասնի անեն։ Պարոն Պողոսյան, թե Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան ջան, խնդրում եմ, որպես ղեկավար այս ամեն ինչի, խնդրում եմ, մեկն ու մեկին ասեք դու ինչն է։ Ընդամենը այդ է։ Մենք խոստանում եմ փոխանցեմ, ես չեմ, ինչ որ ասում եմ փոխանցեմ։ Քիչն են թե չեն իշտի, դա արդեն իմ գործը չէ։ Իմ գործը նա է, որ ամեն ինչ անենք չհասնի հարկադրանքի։ Ամբողջ պատասխանատվության չունենք։ Հիմա ցավոտան, հիմա դու Հավատացեք, կարանք մենք այդ խնդիրը ճանապարհորեն, բայց մենք ձեր հետ պատրաստ ենք մնալ, սպասել, ծառայել, ձեզ էլ աջակցել ինչով հնարավոր է, որ ձեր հավաքը ընթանա, բայց օրենքով։ Խաղաղ օրենքի սահմաններով։ Եթե ձեզ ասում են, որ այս Ես այդպես չեմ բարձանում, ես տեղից եմ խոսելու, ես չեմ բարձանում վերև։ ավել բան չեմ կարող։ Հիմա նայեք, դուք ասում եք, եթե ճանապարհը փակեցիք, խոչընդետ ունեք։ Լավ, այսքան ժողովուրդ հիմա սոված կանգնացել խնդրի առաջ։ Ինչ անեն, լավ։ Ինչ անեն։ Մերնեմ քեզ այս ժողովուրդը ինչ անեն։ Շատ դիմումներ են գրել, շատ պատասխան չկա։ Կոմիտեում այնպես չի, ես հավաքում Քնչականը կարա իմանա օրինակ, ամեն պլանավորած գործողություն։ Լավ, նամակներին քննչականում չեն կարա։ սահմանում ձեր հավաքը ոնց որտեղ ինչքան որ ժամին ինչ անցկացնի։ Դա ձեր գործն է։ Իհարկե պարզի անցորդի սահմանն ես պարտավոր էի գալ, հանրային հայտարարությունները աշխատանք Կարանք օգնում ենք, չէ՞ չենք միջամտում։ Եկանք որ այս ամեն ինչը ես ձեզ փոխանցեմ։ Ինչ վերաբերում ասելուն ես հենց հիմա նորից կմտնեմ, ես կարամ փոխեմ դրան, որտեղ մեր նպատակը ձեր հետ միասին այս խնդիրի լուծումն է։ Այստեղ մենք դուք Մեր նպատակը ձեր հետ միասին այդ ամեն ինչը մարդիկ տվել են ձայնը բարգավաճի։ Եթե խնդիրը կլինի առաջ օգտվելով ասեմ, հավաքի խոչընդոտող կլինի անցնի կմոտենա ինչ որ մի բան չի եղել չնայած այդտեղ։ Ես ինչ չանեք, ես ասեմ ինչ չհեռացնի։ Եթե պետք եղավ արկադրանքի Ես վստահ չեմ, բոլորը։ Այդ բոլորի մեջ